Արվեստը բառերով չես կարող ասել, արվեստը բառերով չես կարող նկարագրել, արվեստագետին առավել ևս։ Մենք այսօր առիթ ունենք խոսելու այն տեսակետ, ով որ արվեստը ներկայացնում է հենց վիզուալ եւ իհարկե սիրով։ Իմ համար շատ հավես եղավ, որ մերժումը քո կողմից չստացա, իմանալով, որ լեզուների խառնաշփոթ վիճակ է քո մոտ։ Այո։ Քանի որ էս իմ հաղորդումն է, հետեւաբար որ լեզվով ուզում ես, բոլոր հարցերին կարող ես պատասխանել։ Ես ուզում եմ հասկանալ այն արվեստը, որով դու զբաղվում ես, որտեղից է եկել, ոնց է սկսել։ Արվեստի հանդեպ սերը երևի շատ փոքրուց, շատ ամենապոճու ժամանակից, բայց որ տենց ստեղծագործել ձեռքի աշխատանքի հետ կապված, երևի թե տենց տպավորիչ որ սկսել եմ 14-15 տարեկանից, ապրելով Ուկրաինայում, ունենալով այնտեղ մեծ հայ համայնք, միշտ միջոցառումների ամեն ինչին ներկա եղել ենք, ծնողներս ամեն ինչ արել են, որ մենք միշտ այդ ամեն ինչի տեսնենք, այդ հայ լինելը մեր մեջ չկորի, լեզուն թեկուզ եւ իմանալը, ու միշտ ինչ-որ միջոցառումներ որ լինում էր, գնում ենք, մասնակցում ենք, ու մի միջոցառում եղավ, երևի 14-15 տարեկան է, որ պետքա բոլոր համայնքները Ուկրաինայում, բոլոր ազգերի պիտի մասնակցեին, կոնկուրս էր, ամեն մեկը պետքա իր կուլտուրայից ինչ-որ մի բան ներկայացներ։ Դա ձեռքի աշխատանք տարազը։ Չէ, տարազը չէ, տարազը հետո։ Առաջից չէ, ոնց որ մամաս եկավ, բադե մտածի, սիրում ես նկարել, սիրում ես անել, ինչ ուզում ես, մտածի տես ինչ կարաս անես, որ տանենք, ներկայացնենք։ Ես էլ դե որ մենք հայ ենք, ամեն ինչի հայկական սիրում ենք, ինչի չի հասկանում շատ երկար ժամանակ ինչի вообще մենք Հայաստանում չենք ապրում։ Ու մտածելով դե ինչ անեմ, դե Հայաստանը իմ համար է, որ գլոբուսի վրա որ նամ ես, մենակ Հայաստանն ուրիշ պետություն իմ համար չկար, որոշեցի դե ինչ որ պետքա գլոբուսի հետ կապված բան, տենց Հայաստանից ուզելով հին թերթեր, պարտադիր չգիտեմ ինչի։ Նա փակում ենք հին հայկական թերթ ուղարկեցին, ճմրթեցի, ես իմ կպցրեցի, գլոբուս ստեղծեցի ու քարերով Հայաստանը արեցի, մեջտեղն է կարմիր քար Երևանն էր։ Տենց ով մոտենում էր այդ ստենդը դրած, մեկ էլ Հիսուսի նկարն է արել կտորներից, լիքը կտորներից, մեծ նկար էր արված, գնացինք մասնակցելու այդ կոնկուրսին, ամեն մեկը դե ներկայացնում են, մենք էլ Հայաստանը, Հիսուսը, Մասի սարեր էր մեկ մի հատ նկար ձեռքով նկարած, բայց մանիկյուրով։ Ծանոթ բաներ ես ասում, իմանալով, որ նույն ամսվա մեջ եք ծնվել, շատ ծանոթ պատկերներ ես ասում։ Հետաքրքիր չէր ինչ-որ ջրաներկով, մատիտով, պետք է ինչ-որ հետաքրքիր մի բան լիներ, դա մանիկյուրներ, որը բերված էր իդեպ Ամերիկայից։ Լիքը գույներ կար, որ տենց հիշում այն ժամանակ երևի թե ամերիկան էր։ Ուղղակի բախտդ բերել է, որ քեզ առաջ են տարել, իսկ ինձ ասում են, ես ինչ ես անում ես, չեն հասկանալու։ Չէ, ես ինչ անում եմ, մաման անում էր, արա, ինչ անում ես, արա։ Այդ շատ հավես է։ Շատ ոգևորում է։ Դե իհարկե մասնակցեցինք, առաջի տեղը գրավեցի։ Հայ համայնքը ու DVD էին նվեր տվել։ Այն թվերին ժամանակ DVD-ն է, ես չգիտեմ, հələ կասետով վիդեոներ, բաներներ այդ կասետներովներ ու DVD նվեր ստացանք, ոգևորված իհարկե տարանք հայ համայնք, որ պետքա դիսկեր դնեին նայեին, տենց էդի երևի թե այդտեղից սկսվեց, որ ոգևորվեցի ու միշտ փորձել եմ արվեստի մեջ լինել, ստեղծագործել։ Շատ հետաքրքիր է, երբ որ ոգևորում են, երբ որ առաջ են մղում արվեստի մարդուն։ Իսկ ինչը քեզ կարա կոտրի կյանքում։ Ինչից կարաս հիասթափվես։ Գործի առումով, Ընդհանրապես կյանքում։ Ընդհանրապես բնականաբար առաջինը դավաճանությունն է, բոլոր տեսակի կապ չունի
թե գործնական, թե անձնական, թե ընդհանրապես ամեն ինչում, այն ինչ որ կարա կոտրե, երևի թե ինձ միակ դա, որովհետև մնացած ամեն ինչ կապված է աշխատանքի գործի հետ, ինչ էլ որ լիքը բաներ արվել է, չի ստացվել, ես դա ընդունել եմ որպես օպիտ։ Հիմա չի եղել։ Ուրեմն կարելի է ուրիշ բան փորձել։ Իսկ առհասարակ երբ որ մի շրջապատում հայտնվում ես քեզնից, հետո ինչ ես սիրում թողել։ Ինչ հիշեն քեզնից։ Բացի քո գործերը, որի մասին ընթացքում խոսելու ենք, չեմ ուզում ի սկզբանե պարզ լինի, թե առհասարակ ինչ մի տաղանդավոր մարդ է նստած ստեղ։ Որ քո հատկանիշն է, որը քո համար շատ թանկ է, որ կուզեիր դրա մասին իմանային, այդ կարծիքը ստեղծվեր։ Երևի բարեությունը։ Ինչ բան, Դաստոևսկու ապուշի մեջ է, չէ՞ ասում, այդ դա միակ իմ թերությունն է։ Դա թերություն է։ Համ թերություն է, համ լավ բան է։ Համ լավ բան։ Կյանքի որ ընթացքը կուզես նորից վերապրել եւ ինչ խորհուրդ կտայիր քեզ այդ ժամանակ։ Հիմիկվա Ալինան ինչ խորհուրդ կտա այն ժամանակ, որը փոփոխման ենթակա էր։ Երևի 20 տարեկան է։ Իմ սիրած տարիքն է եղել, բայց քո մոտ հակառակը ոնց որ։ Երևի 20 տարեկան է։ Եվ ինչ խորհուրդ կտայիր։ Չվախենալ արտահայտվել։ Ես ասեմ բան չի փոխվել։ Դու 20 տարի հետո նույնն ասես։ Չէ, հիմա արտահայտվում ես, ապրի արտահայտվում է, բայց հա կուզեի։ Իսկ ինչն է առհասարակ քեզ ստիպում, որ մոտիվացիա չկորի, որովհետև դու 24 ժամ 7 օր կարելի ասել արթուն ես, ես չեմ հիշում քնածման, որովհետև ես միշտ երբ որ կապի մեջ ենք խոսում ենք, դու միշտ կաս։ Եթե ինձ մոտիվացնում է, երևի ես մենակ պետք է տխուր չլինեմ, որովհետև որ երբ տխրում եմ, այն ինչ որ արվում է, էներգիա է տալի ու երբ որ տխուր եմ լինում, տխուր վիճակում չեմ կարող ամեն ինչ sense ոնց որ գլխում ես ուղեղում ես ամեն ինչում ես sense զրոյանում է ու չի ստացվում։ Իսկ ես ինչ որ արվում է ոնց որ չեմ ուզում։ Արվում է սիրով։ Հա, իրոք առաջինը պետք է ինձի դուր գա շատ։ Իսկ ինչն է քեզ տխրացնում հիմնականում։ Կոնկրետ իմանալով ժողովրդի հորոսկոպի մանյակ եմ, էլի, նո քրիստոնյա եմ, բայց հորոսկոպի մանյակ, նավսյակի։ Մեր տեսակը ամեն ինչը կարող է տխրացնի, ամեն ինչը կարող է ուրախացնի, օրինակ ես տենց եմ։ Կարող մի քանի օրվա տարբերություն եմ վերցնում, դա ձկները առասարակ տենց են։ Քեզ ինչը կարա հիմնականում են, որ սենց խեղտի։ Որ դու տխուր լինես։ Քանի որ նայ դու իրական երբ որ շփվում ես հետը, դու շատ կարողանում ես բալանսավորված լինես։ Ու մարդ երբեք չի իմանա դու տխուր ես թե ուրախ։ Դա հատկանշական է։ Թե կյանքի փորձից է գալիս, թե իրականում, թե երբեք ծնվել ինձ համար։ Ինչ բաներ կան, որը կարա ճզմի այնտեղ միտեղ։ Անհասկանալի լինելը։ Անհասկանալի լինելը։ Տեսար։ Այդ բառն է ուսում։ Ռուսերեն կարաս ասես, այս մի անհասկանալի լինելը ու երբ լինում են պահեր, որ չիմանալով վվտներ են անում ու դա մատուցում են։ Փակում ենք։ Իրականության հետ ոչ несоответствующей реальности։ Համապատասխանող։ Ես անտիր թարգմանիչ եմ աշխատում, ասեմ իմանաս։ Լավ, եւ այն որ հիմա արդեն ժամանակն է մի հատ հասկանանք, որովհետեւ քո անունը բոլորը գիտեն քո բրենդի անունով։ Երբ որ ասում Ալինայի անունը, ասում վայ լուրջ, ինչպես ծնվեց Նռնենին։ Որովհետեւ դուք սկսել եք քանի ամիս է։
Նոր։ Ժողովուրդ ասեմ, առաջին հենց հավատացողներից մեկը իմ պրոյեկտին եւ ինձ դա հենց Նռնենի բրենդն է։ Բոլորդ արդեն ծանոթ եք այդ բրենդին։ Հիմա ինձ ասա ինչպես սկսվեց անունը, ինչ եղավ լավ այս երկրում։ Այդ ինչ դուխ ունեիք։ Նախ Մոտիվացրու են մարդկանց, որ նոր են եկել։ զբաղվելով այնտեղ նմանատիպ ու արվեստի մեջ էի, դա արտների ձևավորում էր, քիչ պատճառներով տեղափոխվելուց հետո Ամերիկա աշխատել եմ էլի արվեստի մեջ, առաջի մի շաբաթ հետո եկել եմ։ Ու ոնց որ իմ համար շատ կարևոր էր այն ինչը որ դու ունենում ես։ Հա, դրանով էլ շարունակես ու ստեղծելը դա շատ կարևոր բան էր իմ համար, չնայած որ շատերը մտածում են դժվար է եւ այլն, չէ, ցանկության հարց է ու ճիշտ ժամանակին սկսելը։ Ունես դասավարվեց, որտեղ որ աշխատում էի կոլեգայիս հետ, հա, ում հետ որ որոշվեց դա բացենք։ Սաքոն, բարև։ Բարևի մեզ։ Իդեպ Սաքոն այսօր մեզ օգնում պրոյեկտներում մի քանի հաղորդում իրար հետ ենք աշխատելու, որովհետև մարդու մեջ որ կա արվեստ, այդ արվեստը ամենուր է։ Ապրես Սարգիս։ Հա, ոնց որ ոգևորելով, ինչ որ չափ չէ, այդպես որ միտքեր, պահի տակ ասվում էր բաներ, ցենց միանգամից ոգևորվում էր ինձ էլ, որ հա, սենց է կարելի, նենց է կարելի, вот человек на одной волне։ Մեկ ալիքի վրա գտնվող մարդիկ։ Ես տիտրերով տակը չեմ գրելու, չսպասեք։ Հա, ներողություն։ Չէ, դու հանգիստ, դու կարս անգլերեն, բան։ Ու պահը որ հասավ նրան, որ պիտի ինչ-որ մենք ուզում ենք, որ մեր հայկականը լինի, պարտադիր։ Կարծում եմ օտար տեղում ապրելով շատ կարևոր է դա։ Բայց սկսեցինք մտածել, մեկս մյուսին մեկը մի բան էր ասում, մյուսը մի բան էր ասում, հետո որոշեցինք դե պետքա անուն դրվի։ Պետքա լինի հայկական, ոչ ինչ-որ շաբլոն, ոչ շաբլոն, հա, ու անունի հետ ոչ կապված, որովհետև տեսակ Ալինա, Սարգիս, չգիտեմ։ Բայց գիտես, որ բոլորը գիտեն քոնը Նռնենի է։ Իմանք, մեր թիմը որ կա, մենակ միթինգի ժամանակ ոնց Ալինա էր իր անունը։ Եվ իրականում քեզ մի բան ասեմ, Նռնենին իմ հետ ասոցացումը իմ անվան հետ, որտեղ որ առաջ անգամ հայերեն Այբուբենն էի սովորում, իսկ ես շատ ուշ եմ սովորել հայերեն տառերը, նուռ էր գրքի մեջ, ու այդ նռի հետ կապված ամեն ինչը ես սարսափելի շատ էի սիրում։ Ու երբ որ դու ինձ գտար, դե հիմա պատմի այդ պատմությունը հատ հասկանանք։ Որ սկսեցինք արդեն ահագին եկար ժամանակ մտածել էինք ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, ամեն ինչը դրա համար պատրաստ էր, մնում էր միայն անունը։ Եկար մտածելուց Հայաստան, նուռ, ծառ, ընտանիք, խաղաղություն, ամեն ինչը կապեցինք, դա մեր լոգոն էլ դու խոսա, դու ինձ մի նայ մարդ, ես իմ համար նա չիլավեք պաուկը մեզ հովանավոր, մի հատ նկարի։ Այո, ես լսում եմ քեզ։ Ու որոշվեց, որ տենց Նռնենի, դե բնականաբար մի հատ ստուգեցինք Նռնենի կա, չկա։ Ինչ կա, շատ կարծում եմ մեզի համապատասխան։ Իրականում, հա, ես անկեղծ եմ ասում, մեծ մասը գիտեն, թե հենց անունը, հայ։ Բանը, վերև։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե ես ընդհանրապես չեմ հասկանում այդ բիզնեսից, գաղափար չունեմ։ Շատերը ովքեր ունեցել են այստեղ կամ ուրիշ երկրներից են եկել, իրենք գիտեն ոնց է արվում, որ տենց տարիներով մնում է վարդերը եւ այլ։ Չեմ ասում գաղտնիքները բացահայտես։ Բայց բացի արվեստը եւ այլն, ինչը ձեզ դրթեց մտածելու մի բան, որը որ կերջանկացնի ամեն առավոտ այն մարդուն, մեկը ինձ, ինչը միտք տվեց, որ ստեղծեք այն վարդերը, այն ծաղիկները, որոնք տարիներով կարող ես չխնամել, չջրել, բայց իրանք ամեն առավոտ քեզ ցած ժպիտ են բարգեվում, ոնց որ հենց այսօր նվեր ես ստացել։ Դե նախ ծաղիկները, լինելով ծաղիկների գործի մեջ, բնականաբար չգիտեմ, ես երևի թե մարդ չեմ ճանաչում, ով չի սիրում ծաղիկ։
Ես ճանաչում։ Հա։ Բայց այդ կապ չունի։ Հա։ Ու տարիքային է կարծում եմ կապ չունի, այն ամենափոքր երեխայից սկսած մինչև հասակ տարիքում բոլորն է ծաղիկի համար կարծում եմ։ Ինձ միշտ հարցնում են դու ծաղիկ սիրում ես, քեզ ծաղիկ երևի պետք չի։ Ալին քեզ ծաղիկ նվիրում են հեչ։ Լավ, շատ լավ բան ասացիր, հələ փակի։ Չէ։ Չեն նվիրում թե չես սիրում ես։ Սիրում եմ, Ու չեն նվիրում։ Չեն Հարգելի տղամարդիկ։ Սիրտդ ազատ էր, չէ։ Ոստ ծաղիկ չեն նվիրումը ո՞րն է։ Ամբողջ աշխարհին արդեն ամբողջ Կալիֆոռնիան խոսում է այս 3 ամսի մեջ Նռնենի բրենդի մասին, որոնց ստեղծողներից մեկը Ալինան է, մյուսը Սարգիսը։ Դե դժվար Սարգիսին ծաղիկ նվիրեք, դուք դուխին տակ գոհա, բայց ծաղիկներ։ Ես իմանայի քեզ ծաղիկ կբերեի այսօր։ Բայց կզանգեի Նռնենին, կպատվիրեի այդ անունով։ Չեն պատվիրում, որովհետև մտածում են, որ որտեղից որ նվիրեն, ես պետքա ինչ որ նայեմ, ինչ որ բան մանգամ այդ ծաղիկը, բայց տենց բան Դուք 4 ծաղիկներ եմ մենակ լենտեչկայով կապեք, տվեք այս մարդուն։ Տենց բան չկա ու Ես լրիվ դա հասկանում եմ, որտեվ ինձ էլ թատրոն չէին հրավիրում։ Հա։ Ներկայացում նայելու եւ ֆիլմ, հա։ Ասեն դե դու դրա մեջ ես, անհետաքրքիր է։ չէ, հակառակ ես թվում է շատ հետաքրքիր է։ Հետո տենց ոնց որ բնական ծաղիկ ամենտեղ կա, չնայած ինչքան է լինի քիչ է, բայց Սարգիսը ասաց ինչի չանենք մնայուն ծաղիկ, չգիտեմ թե դի տղամարդու տեսանկյունից էր որ մի անգամ նվիրել երկար Հա, այ չնվիրես, հա։ Սարգիս, նայ քեզ չեմ ամուսնացնի։ Սա ինչ բան է, տղա։ Ոչ, այդ սարքում են նրա համար, որ հետո արդեն մի քանի տարի հետո ասած 100 միլիոնավոր տանը վարդեր եւ ծաղիկներ լինի։ Ես դա եմ անցալում, որ դա տալիս է հնարավորություն, որ դու քեզ միշտ սիրված զգաս։ Իսկ օրինակ ես որ մի հատը նայում եմ, ասում հա օրինակ ինչ կլներ, որ Չէ, չեմ ասում նվիրեք, պատճառ լինի, բայց ինչ կլներ, որ ասենք։ Որովհետև իրականում ինքը տարիների ընթացքում, երբ որ դու մի բան ունենում ես ու այդ պոզիտիվ կա, իսկ ես գիտեմ, որ ծաղիկները թե հողի, թե ջրի, թե յուրաքանչյուր ծաղիկ ունի հիշողություն։ Այո։ Իմ աղջիկը խանդում է ինձ ծաղիկներից հանդեպ։ Նայ, ասում ենք, չէ, խնամք պետք չի։ Նու արևի տակ չեմ դնում, այն ինչ որ դուք սիրուն, sense դնում եք, որ ես կարդամ, իմանամ եւ QR կոդով էլ նաեւ բացվում է, երևում է։ Всё ж դու իր այդ խոսում ես, որովհետեւ ինքը ոնց որ այդպես շնչացնում ես էլի իրան։ Ու դա շատ կարևոր է ինձ թվում է։ Ինչքան էլ չթարավ մի նյութերի շնորհիվ կամ բան, բայց այդ սերը պետք է 10 եւ վերցնես։ Ինչ է քո համար սերը։ Любовь, love։ Любовь։ Ես գիտեմ, որ մի քանիսով նայում տեսնեն ռուսամեդներ, բայց հիմա կներեք, որ սովետական շրջանում ռուսերենն էր, մարդը ապրել է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ սովետական բոլոր ռուսախոս երկրներում, ես եւս այնպես որ դուք այդ հատվածը հանեք ձեր կյանքից, ես կողմ եմ։ Ասա, ինչ է քո համար սերը։ Սերը։ Դուք ասած կանգնես սակ ջան, թող մարդիկ գան անցնեն, իրանց էլ է հետաքրքիր։ Այնտեղ կա։ Նայ կորցնում եմ մեզնից, որ սիրուց խոսանք, հենց կամ Ինչ է սերը։ Քեզ համար։ Դե մի քիչ նես հարցեր։ Սեր։ Առհասարակ սերը ոնց ես նկարագրում։ Ինչ գույն ունի, ինչ հոտ ունի, ինչ է իրենց ներկայացնում։ Գույնը սպիտակ, մաքուր։ Սա դա անմեղ երեխա դու սեգար։ Եթե սերը ուրեմն մաքուր։ Չգիտեմ, դա մի շատ մեծ ուժ է ու որ զգում է դա զգացել է իր կյանքում, էդի չգիտեմ, ծաղկում ես դու ունենալով սեր, զգալով սերը։ Կարծում եմ մարդու հայացքից սկսված ամեն ինչ փոխվում է, լինում է, չէ՞ որ հանդիպում ես, եկել ասես, վայ, ծաղկերդ փայլում է։ Հա։ Չէ՞ մի բան փոխվել է։ Իսկ որպես ծաղիկների մեջ որ էլի սեր է պահանջում։ Շատ մի հատ абսուրդ հարց եկավ մտքիս, ինչքանով է անշնչավորը շնչավորից տարբերվում։ Չէ՞ որ դու սարքելուց հաստատ վստահ եմ մտքում խոսում ես, չեմ ասում են գործոր արդեն ռեֆլեքսորեն է։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր հյուրիս համար մի բան սարքելուց դու շփվում ես, կլինի մոմերի հետ, կլինի բան։ Ինչ է քեզ տալիս իրանց էներգիան, որը անշնչավոր է, եւ ինչ է տալիս մարդու էներգիան։ Գրծա բացադրել։
Այո։ Մարդու էներգիան։ Նայ, օրինակ երբ այս ծաղիկների հետ շփվում եմ, ադաչան մի անգամից այս պատասխանը ստանում եմ։ Ինքս մի տեսակ բանալին, դե իմ հողի ծաղիկների հետ։ Մարդկանց հետ ոչ միշտ է, երբ որ ժպտում են։ Այդ եմ ուզում հասկամ, ես եմ մենակ տենց հասկացել, թե տենց է։ Կուրսներով կողքից նայում եմ, նայ սիրուն պատկերներ կա, որ իրանք են նկարվել։ Thank you։ Տեն մեզ այդ տղա բայ, դու չես իմ ապագա տղամարդկանց վերացնում, ասում եմ օբժի կանգնի, որ գան կպցնեն գան։ Ալին, կա ինչ-որ մի բան, որի համար դու իրոք կարողանում ես հպարտանալ, քեզ քո մասնով, այն որ սենց ասում ես, ես արեցի էդ, էդ իմ մոտ ստացվեց։ Երևի թե այն ամենասենց բանը, որ մի բան մտածում եմ, մտքիս եթե կա մի բան, Այն կողմ դիրիժորական փայտիկն է, էլի։ Հա։ Ես դա կարողանում եմ իրականացնել։ Հա դե ձուկ ես, նորմալ։ Իսկ դու պատքանդող ես, թե չէ։ Ջարդես գնաս առաջ, թե ասում ես լավ է ուֆ։ Եթե ոչ ոքի չեմ վնասում դրանում, այո։ Հա դու էքզիստենցիալիստ ես մեզ։ Եթե գիտեմ, որ ոչ մեկին դրանից վաճ չի։ Զույգ քրոջս եմ գտե, էլի։ Այո։ Հա, բայց այն որ ասում են как говорят по головам, չէ։ Բայց այնպես չի, որ մտածում եմ, վայ, մի բան որ կարծում ես հեշտ կստացվի, փորձում ես անել, չի ստացվում, ասես դե լավ, չի ստացվում, չէ։ Չենք կոտրվում։ Հա, Չենք կոտրվում։ Անեմ, միջև լինի։ Ումից կամ Չէ, հենց ումից, հարցս ճիշտ էր, ումից ներողություն կխնդրես։ Եթե կան իհարկե, եթե չէ։ Եմ ասում անում բան, դա տատիկից։ Իսկ քեզ հեշտ է տրվում ներողություն խնդրելը։ Այո։ Ես չեմ կարծում դա թուլություն է, դա ինձ համար մարդու մեջ ամենաուժեղ կաչիստվաներից մեկն է, երբ որ մարդ կարողանում է ոչ թե դատարկ տեղը ներողություն խնդրի իր օգտի համար, ոչ, այլ երբ որ գիտակցում է ու հասկանում է, որ իրոք մեղավոր է կամ նեղացրել է։ Իսկ շնորհակալություն հաճախ ես հայտնում։ Այո։ Հաստատ ես գտել եմ մարդկանց կամ դուք եք ինձ գտել, ովքեր նույն ուղղությամբ են մտածում, որովհետև ես ամեն ինչ անում եմ, որ այն գործընկերներս, ովքեր ինձ հավատացին եւ կողքից են, բոլորիդ աշխատում նկարել եւ ներկայացնել մարդկանց ոչ գովազդի համար, այլ մարդ տեսակի։ Որովհետև ինձ համար կարեւոր է, թե ինչ որ մի առարկա կամ բիզնես անողի հետևում ով է կանգնած եւ բոլորից հետ գրեթե ստանում եմ նույն պատասխանը։ Այն պատասխանը, որով ես ապրում եմ։ Այո, պետք է ներողություն խնդրել եւ ասել շնորհակալություն։ Դրանով երևի թե հաղթած տեսակ ենք այս կյանքի համար։ Արևը ճռռում է, այս աղջիկը ստեղ արդեն ջրջջկվել է, ես դրա հարցեր եմ տալիս։ Ինչ կփոխեի, ասա։ Շատ ստեղին շնորհակալություն կուզենամ քեզ էլ ասեմ։ Բայ, Որովհետև թե մեր ծանոթությունը թե ես դες բաներից եմ շակախում։ ոնց ստացվեց, հա, եթե կհիշես, Դու ես ինձ նռնենի էջը ունեինք, բայց ես քեզի նռնենի էջով չեմ գրել, իմով, Չէ, որովհետև բայց ես ասեմ դու ինչ գրեցիր։ Նաիրա ջան, մի փոքրիկ բան ունեմ ձեզ փոխանցելու։ Գիտեք փոքրիկը որն է։ Փոքրիկ։ Տոպրակներ եկան։ Բայց ինձ, նայ, ես մոռացա քեզ այդ պահին, հեսա դուք շարունակես, բայց ես հիշեցի ու մամայիս այր նենց եմ հուզվում։ Արա որակը։ Ես բոլորին հետ եմ ասում։ Ինձ համար կարևորը մեջինը չէր, իմ համար այն որ եթե տոպրակն ասես թանկ։ Բա մեջինը շքլ։ Նենց լավ զգացի ինձ, որ ես արժանացել եմ այդ դե նայ, ես չեմ մեղադրում ոչ մեկին, ոչ մի բիզնեսի, ոչ մեկին, բայց ինքնա դեպքեր, ասում են մի փոքրիկ, այդ մի փոքրիկը, ասենք, անենց որ չես եկած Թորյան ես։ Պրիտոմ որ դու չես ասես Թորյան եմ կամ։ Լավ շարունակի հուզվեցի, հիշեցի։ մի փոքրիկ ասելով ես նկատի չունեի չափսերը։ Չէ, մի փոքրիկ ասեք, մի փոքրիկ։
Այ քուշ Սրտած մի բանը մի փոքրիկ է, էլի։ Այ տենց ենք անում, դրա համար գնահատվելու ընթացքում ինչ որ տենց մեզ մոռացվում է։ Չէ, մի օր նստած ենք էլի Սարգիսի հետ։ Սա դու շուտ նստի Ալինա։ Նայելով սեցիչոր ինտերնետում բան էինք նայում։ Ու քո էջը բերեց, քո երևի սենց ասեմ անմիջական լինել է, գրավեց ու ուղղակի մտքներովս անցավ, որ մի հատ սիրուն բան սարքենք, տանենք ու առաջին մարդն է եղել, ում համար որ նվեր ենք սարքել։ Ես գիտեմ նաև որ Տաթև Ասատրյանին էլ եք տարել, հենց բեմում տվել, ճիշտ եմ հիշում։ Դա շատ լավ բան է, շատ լավ։ Տես ինչեր գիտեմ ձեր մասին։ Հա։ Այսինքն ընտրյալներին եք էլի ընտրում։ Այո։ Մարդիկ ովքեր ամբողջ կյանքում տանջվել, տառապել են, որ ունենան այն։ Մամա առաջինը դու ես ստացել։ Ես շատ եմ որ Մեծ սիրով ու գրելուց է ես նշել եմ, որ մենք կարող ենք գրել, հա, հիմա այն դարում ենք ապրում, որ դա նորմալ է դարել բլոգերներին, հայտնիներին գրել, խնդրել ռեկլամի առումով, էլի։ Բայց դու չասացիր գովաս, դու ուղղակի ասացիր ես ձեզ համար։ Ուզում ասեմ մտքովս է չանցավ, որովհետև դա իրոք եղել է մեր կողմից սրտանց նվեր ու դա կարևոր չէր թե կլիներ դա ստորի, չեր լինի, էջում կլիներ, չեր լինի, ոնց որ զուտ մենակ են, որ ես էլ հիշում եմ մոտիկացա, հələ խոսում ենք հեռախոսով, ասեցի, դե գնամ նայերային տանեմ նվերը, մի հատ կոֆե խմեմ գամ, բայց դա Բայց խմեցիք, թե ուղղակի նստեցինք, հա? Դու հրավիրեցիր ներս։ Ու հետո գրեցի ես, նստած կոֆե եմ խմում։ Բայց ամենահավեսը այն է, ես Հայաստանում էլ ինձ ապշի ասում էին, որ գալիս ես երկիր փոխում ես, մոռացի ով ես եղել, որ կարողանաս նորը ստեղծել։ Ես մոռանալով ով եմ եղել 4 տարի դադարից հետո մեխանիկորեն կայացա նաև ստեղ նորովի ձեր շնորհիվ, որովհետև մարդկանց թվում որ իրանք հովանավոր են կանգնում հաղորդում, ես պիտի տենց այնքան որ ասած երկու տողով գովազդեմ, ասեմ դե լավ, տեսություն գնա, բայց երբ որ մարդը դու ոնց կարաս իրան բաց թողես։ Եվ այո, ես ոչ միտեղ մենակ չեմ գնում։ Բոլոր տեղերում, որտեղ դուք իստես մեկ լիքը մարդկանց հետ, ամեն մարդ բիզնեսմեն է, բիզնեսվումն է։ Ես միմիայն ներկայանում եմ տեղեր բոլորից հետ մեկի հետ, երկուսի հետ, երեքի հետ, որովհետև պիտի որակը իմանան մարդիկ, պիտի իմանան, որ այո, ես շրջապատված եմ միմիայն կայացած լիդերներով, կայացած մարդկանցով, ու ես շատ առաջինը շնորհակալ եմ նրա համար, որ ես դեռ հաղորդումս իրական չէ սկսել, նոր պիտի սկսել, պրոյեկտը կար, արդեն խոսացել ենք, պիտի սկսվեր ու այն հավատը, որ ես պայմանները ասացի, բան ասեցի, օքեյ, խոսամ մի հատ պարտներիս հետ ասեմ, 10 րոպե հետո այն որ ժամանակ էլ չանցավ ու դու չես կարող դա չգնահատել։ Գիտես, ամենակարևորը ինձ համար էս կյանքում, երբ որ քեզ հավատում եմ։ Այնքան քիչ բան է պետք է ասել, ես քեզ հավատում եմ, դու կարաս։ Այո։ Ու ես այսօրվա դրությամբ վստահ եմ, որ ձեզնից սկսած յուրաքանչյուրը, ներքե։ Հարթիչ չեմ կպցնում, ես քծիբ եմ, որովհետև ժամանակի մեջ պետք է տեղավորել։ Այս արևի ժամանակի մասին էր խոսքը, թե չէ մենք ժամերով կարող ենք խոսել։ Չաս դու իզից սիրուն ես կսվում, այդ չի հարցը։ Մի հատ էլ սիմվոլիկ շրտներ կկսում եմ ու վերջ, մենք կարող ենք բաժանվել։ Բայց դու տենց էլ չեկար միասին, որ գնանք մի տեղ, մենակ փարթիների եք գալիս ու եկել անստանց։ Գնանք մի տեղ։ Քանի օրով ես հրավիրում ինձ տեղ։ Երկու օրով ես հրավիրում։ Երրորդ օրը Արդեն անհամություն է։ Նատ փակեք ձեր շուրթերը, խնդրում եմ։ Մեծ սիրով։ Իրոք է, մեծ շուրթ։ Հենչից է հենց շուրթ եմ գցում, հիշում են։ Սակ կգաս մի հատ։ Տեղա հրավիրում Ալինան, տեսնենք ու նկարի, դու մի տենց շեղումներ արա։ Այո։ Սա ի՞նչ բան է, մոռանում եմ որ կամերայով է։ Արի, մենք մեզ չհրավիրենք։ Գարիկը, իմ գործընկեր։ Սիրով, քեզ տրամադրում եմ 1 օրյա հանգիստ։ Այն լիճը, որ մնում եմ ես լճով տունը, հենց այդ տան եմ։ Զանգարում ես, որ ուզում ես եւ գնում ես հանգստանալու, ինձ էլ տանում ես տար հետ։ Անպայման։ Շատ շնորհակալ։ Այս մեր Գարիկի կողմից։ Շատ կարևոր բան է։ Հա դու չեղար, չէ, չստացվեց որ գայիր։ Էտա։
Դե քանի որ նայ, դու միշտ նվեր, բան, տալիս ես նվերներ իմ հյուրերին։ Այսօր ժամանակն է եկել, որ իմ հովանավորները քեզ նվերներ տան։ Հայաստանի Հանրապետությունից հասել է այստեղ Lotion Cosmetics-ը, որի հետ համագործակցում եմ մոտ 14 տարի։ Սիրով ես կոսմետիկ միջոցները քեզ։ Կարողն է։ Հայ իհարկե կարող ես։ Ես սիրում եմ, էլի Давай. Օ։ Տուշ։ Հոп։ Ելերիվ հանեց։ Կեսը թող մի քիչ գախտի քլդի գոնե։ Դնում եմ այնտեղ, հետո կտամ նվերդ։ Այն որ ցույց տվեցինք տանենք։ Ուզում ասեի նռնենի կողմից։ Քանի որ սուրճ ես եկել առաջի օրը մեր տուն խմել ես։ Արմբաքսի կողմից։ Արեգայի կողմից։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Չես մենք ամեն օր ես եք Երբեք քիչ չի լինում։ սուրճը։ Դուք սուրճամոլ եք, ես Ահա չէ։ որ։ No։ Բայց շատ համով է, ես միակ սուրճն եմ Ես որ գնանք Գարիկի մոտ, սուրճն եք գնանք։ Միանշանակ։ Եվ ոնց սուրճը տանում ենք հերիքսինք։ Հետո պարտադիր հայուհի բրենդի խնամքի միջոցը օգտվում ես, օգտագործում ես, որ արևի տակ չարևահարվես եւ թարմ մաշկ ունենաս, ինչպես հիմա է։ Շատ շնորհակալ եմ։ Տեսնում ես ինչ լավ համագործակցություններ են։ Շատ։ Այդքանով չենք եզրափակվում։ Հլնայի դու Գարիկի մոտ ինչքան բան ենք տանելու։ Դելիսե քեյքը Լյաննան տրամադրում է 20% զեղչ, դե դուք էլ անդադ այդ գործի մեջ եք եւ վստահ եմ, որ սա անպայման կօգնի ձեզ։ Շատ համեղա փորձել ենք։ Մենք միասին եղանք իվենթում, հանգստացանք, ուրախացանք, ապարեցինք, բայց դրանով չավարտվեց։ GT Princess-ը յախտը եւս տալիս է 20%-ի զեղչ իմ յուրաքանչյուր հյուրին, որ գնաք վայելեք ձեր հանգիստը եւ իհարկե զեղչված տարբերակով, որովհետեւ արժանի եք եւ բոլորդ բիզնեսի մեջի եղող մարդիկ եք, ձեզ հանգիստ է պետք։ Շնորհակալություն։ Մենք նորություն ունենք։ Այդքան ասում եմ DJ-ս, որ չիլնում իվենթը փոխում եմ, ու իրոք ես փոխել եմ իվենթի ստորը DJ-ի պատճառով։ DJ Նորոն, DJ Nova տրամադրում է իր յուրաքանչյուր միջոցառման համար, դու կարող ես քո միջոցառումը անել դասականի մեջ, հավեսով, չէ՞ որ միջոցառման երաժշտությունն է կարևոր։ 20% զեղչ։ Որ գնաս Գարիկի մոտ, այդ ամեն ինչը որ տանես, բացի յախտայից, դե դժվար քշվի յախտան դեպի լիճ։ Սնունդը անպայման կգնես այնտեղից, որոնք որ Եզակի մարդկանցից մեկն եմ եւ Եզակի հաղորդաշարը, որ Կոզանյան մարքեթը հովանավորում եմ։ Մթերքները թարմ։ Այո։ Իդեպ, դու այդ սուրճը մեր Հայաստանի որ ունենք, հիմա գտնվում է միայն Կազանյան մարքեթում, այնպես որ կարող ես գնել եւ վայելել։ Եվ առաջին օրը, երբ որ դու եկար մեր տուն խոսում էինք, մինչև իմ պրոյեկտի մասին ասելը, միանգամից ձեր տուփերը տեսնելով քեզ առաջարկեցի եւ ասեցի՝ «Վայ, mail print-ը»։ Հիմա mail print-ը եւս իր տպագրության համար տրամադրում է 20% զեղչ։ Ես վստահ եմ, որ դուք համագործակցություն ունեք եւ կշարունակեք։ Հիմա էլ դիսկաունտ։ Ոնց որ մեր հյուրերից մեկը զանգեց, ասեց՝ «Ռուձիկ, դու ամենուր ես, $2000 մինուս եղավ 10000-ից»։ Ճիշտ է, դա Ռուձիկին վնաս է, բայց մեզ է օգուտ է։ Ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան խնդրելուց հետո դու ժամանակ տրամադրեցիր եւ եկար, հասար եւ խոսեցինք շատ, կարծում եմ շատ մարդկանց համար հետաքրքիր թեմաներով։ Պետք է իմանանք, թե որտեղ է ստեղծվել այն ամենը, ինչ որ կա։ Դե քանի որ այսօր ես քո հյուրն եմ, ուզում եմ սա էլ նվիրել քեզ։ Այդտեղ լայկա, դե ասում եմ տուփ է էլի, տուփ, տոպրակ, մի հատ կբռնես։ Այո։ Մի հատ ստեղ նայեք։ Դու գիտես, որ ես վանիլի գիժեմ, չէ։ Դիտման պերը հրաշ ջան։ Արծաթագույնը չունեի սևի հետ։ Նռնենի ենք խոսում։ Մերսի քեզ շատ շտո, բան կարաս տալու դրա այն կողմ շփվի մենք աղջիկերքով արդեն։ Էս ինչ բան է։ Երկու բան կա խոսալու։ Հաճա։ Դու գնա, դու ինչ ես իջորցում։ Մերսի քեզ շատ,